Բարի երեկո, տիկնայք եւ պարոնայք։ Մենք շարունակում ենք ինչ որտեղ երբ հայաստանյան խաղերի գարնանային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա։ Տիկնայք եւ պարոնայք, այս պահի դրությամբ եզրափակչի հավակնորդը Հայկ Ղազազյանի թիմն է, որը հաղթեց հեռուստադիտողներին 6-4 հաշվով։ Սակայն եթերաշրջանը շարունակվում է եւ ես խաղի եմ հրավիրում Տիգրան Քոչարյանի թիմին։ Իրավաբան Ռուբեն Մելիքյան, տնտեսագետ Սերգեյ Մելքումյան, ֆիզիկոս Ավետիք Քերոպյան։ Մարմարե արծվի մրցանակակիր իրավաբան Դմիտրի Բեցկով, ինժեներ Տիգրան Գաբրիելյան եւ թիմի ավակ Մարմարե արծվի մրցանակակիր մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյան։ Տիգրան Քոչարյանի թիմի դեմ այսօր կխաղան Արսեն Ոսկանյանը, Մարիամ Հակոբյանը, Աղավնի Գևորգյանը, Սուպեր Բլից, Հերմինե Նուրիջանյանը, Էդգար Մինասյանը, Սոֆի Գալստյանը, Բլից, Հասմիկ Ղուկասյանը, Ալինա Ավակյանը, Կարեն Աբրահամյանը, Ալեքսանդր Գաբրիելյանը եւ հարց Յունի բանկից։ Ինչ որտեղ երբ գարնանային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր։ Հաշիվն է 0-0։ Առաջին խաղափուլ։ Բարի երեկո հարգելի գիտակներ։ Բարի երեկո բարոնավորտավար։ Պարոն Քոչարյան, ձեր թիմում կա Մարմարե արծվի 2 մրցանակակիր։ Ինչ եք կարծում, ով կլինի երրորդը։ Խաղից կտեսնենք։ Պարոն Քոչարյան, իսկ ով է ձեր կարծիքով մեր ակումբի այն արժանին, ով չունի, բայց պետք է ունենար այդ մրցանակը։ Դա է ձեր որոշելիքն է։ Դա իմ որոշելիքը չի, ես հարցնում եմ ձեր կարծիքը։ կարծիքը։ Հասկանալի է, ձեր դեմ խաղում է Հերմինե Նուրիջանյանը, ֆինանսիստ Աբովյանից։ 1903 թվականին Բոստոնում բացվեց դանդաղորեն պահանջարկ ձեռք բերող մի նոր հաստատություն։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ սկսեցին այցելել ավելի մեծ թվով կանայք։ Որոշակի հանգամանքներով պայմանավորված 1926 թվականին հաստատությունը փակվեց։ Ներկայում մեծ քանակությամբ այսպիսի հաստատություններ կարելի է գտնել աշխարհի բոլոր երկրներում։ Ուշադրություն հարցը։ Ինչ հաստատության մասին է խոսքը։ Ժամանակ։ Գուշակություն, կինոթեատր, Ախի մենակ կանայք, մարդիկ պատերազմ են, իրանք այդ քրոնիկան գնում։ 1926 թվականի որ պատերազմն է, 1903 թվականի 26 թվականին։ Ինչ հետո կինոբացվել ինչ է։ Առաջի պատերազմի ժամանակ war-time thriller էին բանում, էլի կինոխրոնիկաներ էին։ Կանայք են։ Խաղաղություններ չկա։ Սալոն կրասատի, գեղեցկության սրահ, վարսավիրանոց։ Փակվեց ինչի հետ Ամերիկայում ինչ է։ Չի կարա գեղեցկության սրահ լինի։ Մեծ քանակությամբ։ Ժողովուրդ, կարող է կաֆեինա, Starbucks ցանկացած, ասենք թե։ Ինչի է Մի տղամարդիկ պատերազմ են, կանայք են Կինոխրոնիկան այլու, կինոխրոնիկան։ Հիմա 1903 թվականին պատերազմի Starbucks կոֆե մոֆե լիքը կա աշխարհում։ Ինչ որ մի բան է, որ ամեն տեղ կա այդ կոֆե խանութները, կոֆե սրահները լիքը կա, էլի գեղեցկության սրահն էլ կա։ Պատերազմ։ Պարոն Քոչարյան, ժամանակ։ Դե ասում են առաջ տարբերակը սովորաբար ճիշտ է լինում, փորձենք այս անգամ կարծիքով խոսք գնում է կինոթատրոնների մասին։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Մինչև 1930 թվականը ԱՄՆ-ում ձիերի թիվն ավելի մեծ էր, դրա համար 1926-ին այդ հաստատությունը փակվեց։ Չնայած դրան, դեռ 1903 թվականին Բոստոնում բացվել էր առաջին ավտոդպրոցը, որտեղ անցկացվում էին ավտովարման դասընթացներ։
1-0 հոգուտ հեռուստադիտողների Հերմինե Նուրիջանյանը բերում է առաջին միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Ինչ որտեղ երբ գարնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը։ Մեր վստահելի գործընկերն է Եվրոստան ու յուտ ընկերությունը։ Մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը։ Մտքի թարմության մեր գործընկերն է Royal Armenia սուրճը։ Գովաստ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն գիտակին, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նվիրում է իր եւ Վարուժան Գեղամյանի հեղինակած Թուրանի ճանապարհի հայկական սեփ աշխատությունը սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangakbookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Պարոն Քոչարյան, Այո, դուք ընդունում եք կին տղամարդ բաժանումը վարորդների շրջանում։ իհարկե։ Ինչ առումով։ Կան տղամարդ վարորդներ, կան կին վարորդներ։ Միայն այդ իմաստով։ Ես ավելի շուտ կասեի կան տղամարդ վարորդներ, որոնք ավելի վատ են վարում, քան կին վարորդները։ Բայց շատ քիչ են։ Մենք հիշում եք կին վարորդների հարց ենք վերցրել մի անգամ։ Բայց ես համաձայն եմ, որ Գաբրուկի 26 թվականի դպրոցը փակեցին։ Բլից։ 3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ Այդ բառով անվանում են ամֆիթատրոնների կենտրոնական մասը, հրապարակը, որտեղ հին ժամանակներում անցկացվում էին գլադիատորական մարտեր և սպորտային տարբեր միջոցառումներ։ Հետաքրքրական է, որ լատիներենից թարգմանաբար այդ բառը նշանակում է ավազ։ Մարմարե արծվի մրցանակակիր Աննա Աստանյանը Երևանից խնդրում է ձեզ պատասխանել, որ բառի մասին է խոսքը։ Ժամանակ։ Արենա, ագորա, արենա, ագորան հունարենա, արենա, Ստադիոմ, ստադիա։ Բայց դա Ավազինից է լատիներեն, Դավիթ Իսայան։ Ну, это եթե որպես քիմիական տար սիլիցիում, սիլիցիում, բայց չէ, չկա։ Ժամանակ։ Պարոն Քոչարյան, ով է պատասխանում։ Դմիտրի Բեսկովը։ Լսում ենք ձեզ, պարոն Բեցկով։ Պարոն հաղորդավար, ասենք թե արենա։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Այդ բառը լատիներեն նշանակում է ավազ, պարոն Բեցկով, քանի որ ամֆիթատրոնների կենտրոնական մասը, որտեղ տեղի էին ունենում մարտերը, ծածկում էին ավազով, խոսքը արենայի մասին է։ Առաջին հարցին դուք ճիշտ պատասխանեցիք, ուշադրություն, երկրորդ հարցը։ Վերջերս Իտալիայում մեր հեռուստադիտողն այցելել է մի ռեստորան, որտեղ հյուրերը հանգրվանում են 3 սրահներից մեկում։ Ջուլիետա Մանուկյանը Իտալիայի Կաստելնովո դի Սոտո քաղաքից հարցնում է. Ինչ խորհրդանշական անուն է կրում այդ ռեստորանը։ Ժամանակ։ Խավարան։ Չէ, Ռեստորան։ Աստվածային կատարություն։ ռեստորանից մեկում։ Ադրա էլի չստիլի։ Պարոն հաղորդավար, աստվածային կատակերգություն, եթե ճիշտ եմ թարգմանում։ Դուք արդեն պատասխանեցիք։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ռեստորանի սրահները խորհրդանշում են դժոխքը, դրախտը եւ քավարանը, իսկ կոչվում է այն այնպես, ինչպես Դանթե Ալիգիերի ամենահայտնի ստեղծագործությունը աստվածային կատակերգություն։ Երկրորդ հարցին էլ դուք ճիշտ պատասխանեցիք, իսկ հիմա ուշադրություն, վճռորոշ երրորդ հարցը։ Մի անգամ ճապոնացի ֆիզիկոսների գիտափորձի արդյունքում մասամբ ջրով լցված հորիզոնական խողովակի շուրջ ստեղծվեց շատ ուժեղ մագնիսական դաշտ։ Անահիտ Ղազարյանը Երևանից հետաքրքրվում է, ում անունով ճապոնացի գիտնականները կոչեցին այդ զարմանալի
էֆեկտը։ Ժամանակ Արխիմեդ, Արքիմեդ չէ, ինչու փոթորիկ, ինչու բան։ Թորիկ ստականի բադով։ Կատրին բաների անուններից մեկով։ Խողովակա կիսով չափ խողովակա, հորիզոնտալ խողովակա, կիսով չափ Կարողա ցունամի են արհեստական ստացել։ Ցունամիների անուն։ ժամանակ Շեքսպիր, բուրը։ Պարոն Քոչարյան, ով է պատասխանում։ Ժամանակը լսում ենք ձեզ, պարոն Քերոբյան։ Նման է ցունամի։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Գիտափորձի արդյունքում, պարոն Քերոբյան, ջուրը բաժանվեց երկու կողմերի, ինչպես նկարագրված է Աստվածաշնչում, այս էֆեկտը հայտնի դարձավ որպես Մովսեսի էֆեկտ։ 2-0 հոգուտ հեռուստադիտողների Անահիտ Ղազարյանը բերում է երկրորդ միավոր իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Աթենք ընկերության կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար Էմմա Դանելյանը։ Բարի երեկո, Տիկին Դանելյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Դանելյան, Աթենքում մարդկանց համար որն է ամենակարևորը։ Ինչը, որտեղը, թե երբը։ Հրաշալի հարց եք տալիս, պարոն հաղորդավար։ Իդեպ ես կարող եմ վերջում այս հարցը ընտրել որպես լավագույն։ Դա ձեր իրավունքն է։ Շատ լավ։ Պատասխանեմ ձեր հարցին։ Կարծում եմ Աթենքում մարդկանց համար ամենակարևորը որտեղն է, որովհետև սխալ որտեղում նույնիսկ լավ մտածված ինչը եւ երբը չեն աշխատում։ Որտեղ ասելով իհարկե աշխատանքային միջավայրը նկատի ունեմ։ Կայունություն, զարգացում եւ միասնականություն։ Սրանք են այն հիմքերը, որոնց շուրջ ձևավորվում է մեր աշխատանքային միջավայրը։ Իսկ եթե որտեղը առողջ է, ապա հստակ են եւ ինչը, եւ երբը, եւ նույնիսկ ինչպեսը։ Շնորհակալ ենք։ Ձեզ եմ շնորհակալ։ Տիկին Դանելյան, կարծում եմ պատասխանը հարցից վատը չէր առնվազն։ Շնորհակալություն։ Ինձ մնում է հիշեցնել միայն, որ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ կպատասխանեն, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգևատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Պարոն Քերոբյան, Այո, պարոն հաղորդավար։ Աստվածային կատակերգություն անվանումով ռեստորանի 3 սրահներից որում կցանկանայիք ճաշել։ Դժոխքում այնտեղ երևի կերակրոտ տեսակները ավելի հետաքրքիր կլինեն։ Ավելի յուղոտ։ Հետաքրքիր։ Կծու։ Կծու։ Well done սիրողների համար։ Ձեր դեմ խաղում է Արսեն Ոսկանյանը, ինժեներ Երևանից։ 1978 թվականի նոյեմբերին տեղի ունեցավ New Jersey Nets և Philadelphia Sixers բասկետբոլային ակումբների հերթական հանդիպումը։ Մրցավարական սխալի պատճառով երրորդ և չորրորդ քառորդները վերախաղարկվեցին միայն ձմեռային դադարից հետո, մի քանի ամիս անց։ Այդ հանդիպմանը մասնակցած բասկետբոլիստներից մեկը, Էրիկ Մանին, մտավ բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության մեջ, գրանցելով մի նվաճում, որը մինչ օրս բացառիկ է մնում։ Ուշադրություն հարցը, իսկ ինչ է նա արել։ Ժամանակ։ Трансфер, он сыграл эту же самую игру. Трансфер. 10 րոպե բեսնենք։ Դե հիմա։ Դե հիմա պատասխանը ուրիշ ինչ կա լինի։ Կարող է մրցավար լինի, մրցավարական սխալ ասում, կարող է մրցավար լինի։ Որպես մրցավար։ Մրցավարական սխալի պատճառով վերախաղարկվել է։ Առաջին քառորդներում եւ երրորդ չորրորդում նույն քանակի միայն։ Կարող է հետո մարզիչ։ Նույն քանակի Առաջին երկրորդ քառորդում խաղացել է մի թիմից, երրորդ չորրորդ քառորդում եթե շարունակում եք քննարկել, համես թիմից ամեն թիմից։ Դավայ դու ռմբարկու համես թիմից ամեն թիմից։ որպեսզի տենց էլ ինքը պետք է
Պիտի սկզբից մի թիմից խաղա, հետո Այդ եմ ասում։ Իմաստն է։ Նույն խաղում Ռեկորդը հենց լավագույն իմաստը նրանում է, որ նույն խաղում է խաղացել սկզբից այս թիմից հետո Բայց դա միակ բանը չէր կարա լինել։ Երևի երկու կեսում էլ լավագույն միավորն է։ Եկեք չկարազգեք, ավելի լավ է տես պատասխանեք, տենց էլ պրծնեք, որովհետև ավելորդ իմաստ տվյալներ մի տվեք։ Ավելորդ տվյալները ավելորդ հարցերի են։ Պարոն Քոչարյան, Շարունակելով Դանտեի թեման, հիմա Քերոպյան Ավետիքին անցկացնենք խավարանով։ Պարոն Քերոպյան, լսում ենք ձեզ։ Պարոն Ալարտար, մենք կարծում ենք, որ այդ բասկետբոլիստը յուրօրինակ է նրանով, որ մեկ խաղի ընթացքում խաղացել է երկու թիմերի կողմից էլ։ Իսկ այն ձմեռային դադարից հետո ինքը Sixers-ից կամ Nets-ից տեղափոխվել է մեկ այլ ակումբ, մյուս ակումբը եւ խաղի հետաձգված երրորդ եւ չորրորդ քառորդում խաղացել է մյուս թիմի կողմից։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Բասկետբոլային ակումբների միջև հանդիպումը տեղի ունեցել 1978 թվականի նոյեմբերին, իսկ վերջին երկու քառորդները վերախաղարկվել են միայն 1979 թվականի մարտին։ Այդ ընթացքում Էրիկ Մանին Նյու Ջերսի Նետսից հասցրեց տեղափոխվել Ֆիլադելֆիա Sixers եւ դարձավ NBA պատմության մեջ միակ խաղացողը, որը ոչ միայն խաղացել է, պարոն Քերոպյան, այլև միավորներ է վաստակել նույն խաղում, խաղալով երկու տարբեր թիմերի կազմում։ 2-1 պարոն Քերոպյանը բերում է առաջին միավորը իր թիմին եւ հաշիվը դառնում է 2-1 հօգուտ հեռուստադիտողների։ Շարունակում ենք խաղը, 4-րդ խաղափուլ։ Պարոն Քերոպյան, Այո, պարոն Ալարտար։ NBA խաղերը դիտում եք։ Երբեմն Կան արդյոք ակումբներ, որոնց երկրպագում եք կամ ակումբ։ Չէ, այդպիսի բան չկա, ժամանակին հետևում է Չիկագո Բուլսին, երբ այնտեղ խաղում էր Մայքլ Ջորդանը։ Իրականում ես շատ կուզեի տեսած դիտել Ուիլ Չեմբերլենի խաղերը, որը Աղրիմ Աբդուլ-Ջաբար։ Չէ, Աբդուլ-Ջաբարը չէ, Չեմբերլենի։ Աբդուլ-Ջաբարն ինձ թվում է տեսել է, որովհետև ես տեսել եմ։ Ձեր դեմ խաղում է Էդգար Մինասյանը, մենեջեր Երևանից։ Ուշադրություն, սև արկղ։ Քիմիկոս Օտտո Վիխտերլեի ծննդյան 100-ամյակի առթիվ թողարկվել է անսովոր դիզայնով մի մետաղադրամ։ Մետաղադրամի պատկերի մի մասը մշուշոտ է, սակայն փոքր շրջանաձև հատվածի ներսում երևացող պատկերը հստակ է։ Սևարկում գտնվում է այն, ինչը 1961 թվականին ստեղծել է Օտտո Վիխտերլեն։ Ուշադրություն հարցը։ Ինչ է սև արկղում։ Մոլեկուլը միկրոսկոպ Շուշոտը, 1961 ժողովուրդ։ էլեկտրական միկրոսկոպ կարող է լինել։ էլեկտրոնային, բայց չէ, Ինչն է, օպտիկի ինչ որ բան, օպտիկա է։ շուշոտը եւ բան։ Բայց կենտրոնը երևում է, տարվող երևանի մոդել չի կարա, չի, բայց ստալիկա աչքի ստեղծել, չգիտեմ։ Ատոմի Լիզեկա բաները։ Թափանցիկա մշուշոտը մեջտեղին Մեջտեղը, մեջտեղը քիմիկոսի, քիմիկոսի ինչ Optički price, Պրիցել դժվար։ Լիզան տենց է, չէ՞ ֆունկցիա։ Այ եղել է լիզաներ, թե իսկուսնը Ինչը կարա որ դուրս է մշուշալի մի կենտրոնը հստակ դա խր ատոմի բանն է, որ էլեկտրոնները պատրաստվում պատրաստվում են։ Ինչ ֆիլտր կարող է, ինքը չկա, Միշև այդ լիզաներ եղել է։ Չէ, դրսի լիզաներ, ես լիզայի Կոնտակտը լիզաներ։ Հա, կոնտակտային լիզայի մասը։ Չգիտեմ։ էլեկտրոնային միկրոսկոպ։ Չգիտեմ։ Возьми. Կոնտակտային լիզաներ։ Зал возьми։ Да, бери. Спроси, возьми։ Պարոն Քոչարյան, ով է պատասխանում։ Մեր կարծիքով խոսքը գնում է այդ լինզայի մասին, որը աչքի վրա է հագնում։ Կոնտակտային։ Հասկանալի է։ Դուք որոշեցիք օգնություն չվերցնել դահլիճի։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Մետաղադրամի մի հատվածն այնպիսին է, ինչպիսին այն կտեսներ կոնտակտային լինզաներ կրող մարդը։ Իսկ մյուս հատվածն այնպիսին է, ինչպիսին այն կտեսներ լինզա չունեցող անձը։ Չեխ քիմիկոս Օտտո Վիխտերլեն ստեղծել է բացենք սև արկղը։
փափուկ կոնտակտային լինզաները, իդեպ ուշադրություն էկրանին, հարցում հիշատակված մետաղադրամն այսպիսի տեսք ուներ։ 2-2։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է Եվրոստան ույուտ ընկերության համասեփականատեր Դավիթ Բադեյանը։ Բարի երեկո, պարոն Բադեյան։ Բարի երեկո, պարոն Աղոթ։ Պարոն Բադեյան, հետաքրքիր են հարցերը, հեշտ են, բարդ են, ինչպես կգնահատեք։ Հեշտ չեն ամեն դեպքում, բավականին հետաքրքիր հարցեր են, պարոն Աղոթ։ Իսկ ո՞րն էր ամենալավը ձեր Ես կարծիքով։ մայն չեմ կարող որևէ մեկը առանձնացնել։ Իսկ գիտակներից կարող եք որևէ մեկին առանձնացնել։ Դեռ ոչ։ Դեռ ոչ։ Շնորհակալություն, շարունակում ենք խաղը, 5-րդ խաղափուլ։ El capitano, չէ, el գնդապետը։ Պարոն Քոչարյան, Այո, իսկ թիմում կան մարդիկ, ովքեր լինզա են կրել կամ կրում։ պարզվեց չունենք։ Թեև կարծեք թե վատ դուրս չեկաք պատասխանին։ Եթե չեմ շփոթվում, տարբերակը կրկին Գերոբյան ավետիքիններ։ Միասին։ Խաղից հետո կիմանանք։ Ես հասկանում եմ, պարոն Գերոբյան, ձեր համեստությունը, բայց այնուամենայնիվ ես լսեցի ձեզանից առաջինը։ Ձեր դեմ խաղում է Մարիամ Հակոբյանը, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Երևանից։ Ուշադրություն, ընտանիք։ Էկրանին կա։ Ձեր առջև ռուս նկարիչ Սերգեյ Իվանովի աշխատանքն է, որում հեղինակը պատկերել է մեծահարուստ վաճառականի ընտանիք, որը դուրս է եկել զբոսանքի։ Ուշադրություն դարձրեք, հայրը, որպես ընտանիքի գլուխ, կնոջ հետ միասին հպարտ քայլում է առջևից։ Նրան հետևում է որդին, կնոջ և երեխաների հետ։ Վերջում քայլում է դուստրը իր ամուսնու հետ։ Ուշադրություն հարցը։ Իսկ ով է այն կինը, որին հայրն իրենից առաջ է թողել։ Ժամանակ։ Չամուսնացած աղջիկը, ինքը առաջ է գնում, որ իրան ցուցադրում է, իրա շատ տենա։ Կին ասես թե դեմի աղջիկը։ Տունը մնացած աղջիկ։ Ժողովուրդ ինքը ուզում է այդ աղջկան, ինքը բրավո ինքը առաջին է գնում, որ տենը ժողովուրդը տեսնեն։ Ամենաշատ երևացող տենն է։ Ընդ որում վրան հագուստը եւ այլն ամեն ինչը տարբերվում է։ Ինքը սկզբից է նավույթ է, Բայց կին ասեց։ կին ասես թե աղջիկը։ Կին ասեց, ես որդի երեխան է, բայց Մնացածներին ինչ ասել է։ հարսը կարող է լինի։ Մնացածներին ասելա տղան։ Ժպտա խոնա, բայց որդին են ընտանիքում ով կարա լինի, հաս կարա լինի, բան կարա լինի, կարող է պատերազմ գնացած տղայի հարսը, բան կա, տենց ինչ-որ բաներ կարա։ Այրի շատ ժպտերես է ու հաջորդ նախ սպիտակ շորերս այրի անգամ ջարի չամուսնացած աղջիկը ինքը ուզում է բանան ինքը ուզում է ասմանդալ աղջիկ չի ասում հա ինքը հետ առաջ ինքը առաջինն է անավ перед чтобы սարյան Պարոն Քոչարյան, ով է պատասխանում։ Չեք հուշի ով առաջ տարբերակը տվել առաջին։ Թողնում եմ, որ դուք հիշեք։ Դմիտրի Բեսկովը։ Լսում ենք ձեզ, պարոն Բեսկով։ Պարոն հաղորդավար, տենց մի հատ տարբերակ ունենք, որ կարող է հենց դեմից գնում է չամուսնացած աղջիկը, ինքը դեմից է գնում, որ ժողովուրդը սաղ տենան, հասկանան, ինքն էլ թե եթե նկատեք, ինքը շատ հենց շատ բաց, սպիտակ շոյեր հագած, որ տեսանելի լինի շատ։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Արջևից քայլելով գեղեցիկ հագնված ցույց է տալիս իր ընտանիքի բարեկեցությունը, ակնարկելով, որ հարուստ հարսնացու կարող է լինել։ Հորից առաջ քայլում է նրա չամուսնացած աղջիկը 3-2։ Իսկ մենք շարունակում ենք խաղը 6-րդ խաղափուլ։ Պարոն Բեցկով, Այո, պարոն հաղորդավար։ հաճախ եք ընտանիքով զբոսանքի գնում։ Փորձում եմ, պարոն հաղորդավար։ Իսկ արջևից ով է քայլում։ Գիտեք,
Չեմ կարող ասեմ, շատ վաղ դե տղես էլ ամենափոքրն է, հասկանալի է ինքը տենց էլ է տարիքում, որ վազվզում է առաջ հանգնում բան, երևի թե տղես է առաջինը։ Քանի տարեկան է ձեր 9 տարեկան։ Բայց շուտով։ Բայց շուտով։ Ձեր դեմ խաղում է Սոֆի Գալստյանը, մանկավարժ Երևանից։ Սարդերը հաճախ ստիպված են լինում նորից հյուսել իրենց սարդոստայնը կամ վերանորոգել հինը, որը կարող է վնասվել միջատ բռնելու, ինչպես նաև անձրևի կամ քամու հետևանքով։ Սակայն սարդոստայնը հյուսելու համար անհրաժեշտ սպիտակուցը արժեքավոր եւ սահմանափակ ռեսուրս է։ Ուշադրություն հարցը։ Իսկ ինչպես են այդ դեպքում սարդերը լրացնում իրենց սպիտակուցային պաշարները։ Ժամանակ։ Մի մասից ուտելով հին սարդոստայնը եւ գալիս անում են նորը, որ կամ հավաքում հնարավոր է ուտել հին։ Ինքն իրանն է ինչ որ ուտում կամ ինչ որ կարող է արդեն գործված ուտում է, մի ուրիշ տեղ այդ նույնը կամ չի ուտում, կամ հավաքում է ուղղակի եւ տանում ուրիշ ինչպես է լրացնում Այդ դեպքում վերանորոգումը ցանկացած ուտելուց, ինքը ուտելուց ցանկացած, բայց ինչ ուտելուց հասկանում ես, ձեր ձվեր բայց ինքը իր այդ ձակերը սարդոստայնի վրա է դնում, չէ, սարդոստայնի մեջ է։ Ինքը բուն է սարքում մեջ։ Սարդոստայնը իր համար զուտ որս անելու համար է։ Ոչ որս անելու համար է, բայց վերանորոգում ասֆալտից ասֆալտ ստանում։ ապրելու տեղն է, էլի, ինքը ուտելու չեն կարող։ ձվերը ստենց հասնելու մի քիչ հասկացում։ Իրանով զուտ չի ացում, էլի, ընդ ուրիշ մաններ է։ Կարող այն լուսին։ Չէ, կարող է։ Պարոն Քոչարյան ժամանակով է պատասխանում։ Պարոն Քոչարյան ով է պատասխանում։ Ուզում հիշեմ ով էր ուզում բան տարբերակ ասել։ Մելքոմյան Սերգեյնն է պատասխանում։ Լսում ենք ձեզ, պարոն։ Մեր կարծիքով հիմնականում օգտվելով արդեն իսկ կառուցված սարդոստայնից, այն հատվածներից, որը ասենք ըստ իրեն անպիտանա, որսի պիտանի չի, այդտեղից տեղափոխում է այն վայրը, որը պետքա վերանորոգել։ Ինչպես այդ արդեն ֆիզիոլոգիապես հավանաբար ինչ որ ուտում է այն հինը, նորը նոր տեղ կառուցում։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Մելքումյան, Լսում եմ ձեզ։ վերջի պահին դուք կարողացաք շտկել։ Սարդերն ուտում են հին կամ վնասված սարդոստայնի թելերը։ Այդ կերպ նրանք վերամշակում են նյութը եւ օգտագործում այն նոր սարդոստայն հյուսելու համար, խնայելով էներգիան, լրացնելով սպիտակուցի պակասը եւ պահպանելով օրգանիզմի հավասարակշռությունը։ 4-2 Սերգեյ Մելքումյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին, 7-րդ խաղափուլ։ Պարոն Մելքումյան, Այո։ ասում են, որ սարդերին չի կարելի վնասել։ Իսկ դուք սնահավատ մարդ եք։ Ոչ, բայց սարդերին չեն վնասում։ Իսկ կա որևէ գործողություն, որը երբեք չեք անի խաղից առաջ։ Չէ, կուտեմ, խի չեմ։ Չէ, չկա այդպիսի գործողություն։ Իրոք սնահավատ չեմ, պարոն խաղաղարար։ Դուք ապացուցեցիք, որ սնահավատ չեք։ Հասմիկ Ղուկասյան։ Ձեր դեմ խաղում է Հասմիկ Ղուկասյանը, մենեջեր Երևանից։ Իռլանդական Getscale ֆուտբոլային ակումբը մի ժամանակ դա ներառել էր իր խաղացողների պարտադիր մարզումների համալիր ծրագրում։ Այդ նորամուծությունը սակայն շուտով դուրս է մղվել թիմի մարզումային գործընթացից, քանի որ մարզիչը սկսել է դժգոհել թիմի վատ եւ չափազանց դանդաղ խաղից։ Ուշադրություն հարցը. Ինչ էր ներմուծվել թիմի խաղացողների մարզումային
ծրագրում։ Շախմատ։ Ծանրություն են ոտերին դրել, ասել են վազի։ Աղոտ ինչ որ սնահավատության հետ կապված կարող է։ Բաց եւ դանդաղ, այո։ Ասինքն մտածելը, բաց եւ դանդաղ։ ֆուտբոլը խերոպոյ, ինչ կարա դանդաղել։ Շախմատը մտցնես Գիաները ոտերին կապեն, ասեն վազեք։ ռեգբի, ասենք թե ուրիշ խաղ, ուրիշ Շախմատը լավ է, որը մտածել, շախմատ են շախմատը լավ է։ Ֆուտբոլիստները ասում են մտածել որոշում կայացնելուց առաջ կամ ուրիշ ֆիզիկական ակտիվություն, որ ինքը ավելի դանդաղ է, քան ֆուտբոլը, ասենք ինչ որ բան, Սար բարձր ֆիզիկական նագրուսկեքը միշտ էլ կա, չէ, ինքը ուրիշ նոր բան, որը ֆուտբոլի հետ կապ չունի, դանդաղ դա կարող լինի ինչ որ աղոթել միասին, այդ նույն սնահավատության մարզանքի մեջ աղոթ ինչը սովորական տրենաժորնիզմ, բոդի բիլդինգ, ասենք թե ինչ որ sense բաց իռլանդական ինչ որ բան կարող է լինի։ Չէ, յուրօրինակ բան պետք է լինի։ Շախմատը վատ չի ինքը։ Քերոպյան ավետիքն է պատասխանում։ Լսում ենք ձեզ, պարոն Քերոպյան։ Մենք կարծում ենք, որ թիմի պարտադիր մարզումների ցանկում ներառել են շախմատը, որպես ինտելեկտուալ կարողությունների եւ ընդհանրապես ստրատեգիական մտածելակերպ զարգացնելու համար, բայց քանի որ շախմատի ժամանակ ընդհանրապես դանդաղ խաղ է, այն դուրս է մղվել մարզումների ցանկից։ Հասկանալի է, պարոն Քերոպյան։ Մինչ ճիշտ պատասխանը կարդալը ես կուզեի լսել տարբերակներ դահլիճից։ Պարոն Ղազազյան, ունեք դուք տարբերակ։ Ուրիշ չէ, այս տարբերակը լավ է։ Այդ տարբերակը լավն է։ Պարոն Աբրամյան, իսկ դուք Չէ, ես էլ ճիշտ է առանձնապես չէինք քննարկել հարցը, դրա համար չեմ կարող։ ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Այդ նորամուծությունը շուտով դուրս է մղվել թիմի մարզումային գործընթացից, քանի որ մարզիչը դժգոհել է ասելով. տղաները սկսել են չափազանց շատ մտածել խաղադաշտում իրենց քայլերի մասին։ Այդ ամենի մեղավորը շախմատն է։ 5-2, պարոն Ավետիք Քերոպյանը բերում է 5-րդ միավորը իր թիմին։ Մեկ 5 կրվում ենք մենք հիմա։ Այս պահին մեր ակումբում սուրճի ընդմիջում է։ Վայելեք Royal Armenia սուրճը եւ թարմացրեք ձեր միտքը։ Ինչ, որտեղ երբ գարնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Unibank-ը, մեր վստահելի գործընկերն է Եվրոստանոյութ ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, մտքի թարմության մեր գործընկերն է Royal Armenia սուրճը։ Գովաստ Armenia TV-ի եթերում։ Տիկնայք եւ պարոնայք, դահլիճում ներկա է Unibank-ի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։ Բարի երեկո, պարոն Հակոբյան։ Բարի երեկո, պարոն Արտավեր։ Պարոն Հակոբյան, ես կուզենայի, որ դուք գնահատեիք, հարցերն են թույլ, թե թիմն է շատ ուժեղ այսօր։ Ինձ թվում է սլակն է այսօր շատ բարեհամբույր եւ դեռ դժվար հարցեր կհանդիպեն, ինձ թվում է։ Լսեցիք, պարոն Քոչարյան։ Մենք սնահավատ չենք, պարոն։ Իսկ ում կառանձնացնեք, պարոն Հակոբյան, այս պահի դրությամբ Պարոն թիմով։ Քերոպյանին իհարկե կառանձնացնեմ այս բանին։ Շնորհակալություն, շարունակում ենք խաղը 8-րդ խաղափուլ։ Պարոն Քերոպյան, Այո, պարոն ինչ եք Արտավեր։ կարծում, շախմատը Հայաստանի դպրոցական ծրագիր մտցնելը ճիշտ որոշում էր։ Իհարկե, ես ինքս երկար շախմատ եմ պարապել, մինչև երկրորդ կարգ լրացրել եմ եւ այն ժամանակ շատ օգնում էր դասերին, հենց թողեցի առաջադիմությունս նվազեց։ Իսկ չի դանդաղեցնում մեր դպրոցականների աշխուժությունը։ Ես կարծում եմ, որ շատ լավ միջոց է սմարթֆոններից կախվածությունը թույլատնելու համար։ Այ դա իրոք մեծ պրոբլեմ է դարձել։ Հարց Unibank-ից։ Ուշադրություն էկրանին։ Իտալացի ճարտարապետ Արտուրո Վիտորին Եթովպիայի գյուղերից մեկում բնակիչների աշխատատար առօրյան հեշտացնելու նպատակով հնդկեղեկից եւ կրկնակի ցանցից 12 մետր բարձրությամբ եւ մոտ 80 կիլոգրամ քաշով աշտարակ է կառուցել։ Ուշադրություն հարցը։
Ինչ խնդիր է օգնում լուծել այդ աշտարակը։ Ժամանակ։ Արևից Ջուրը պահպան, հավաքում։ արևից պահպան, ջրակայանը, չէ, ինքը ընդհանուր բանից խոնավությունից է, թե ճիշտ եմ հիշում, աշխատանքը Լսի, շոքա, բերքը քիչա, աշխատավորների համար։ Ջուրը հավաքում է որտեղ։ Կոնդենսատ Կարա նուշ շոկն էլ արևից էլ ապակի բան չի շերտը։ այս ժորտը պարկած։ ինքը բաները ասել մեզ, թե ինքը ամեն օր է ինքը բավականին թեթև է։ Ինքը բավականին թեթև է, ծանր չի, ժողովուրդ, դա էլ կարող է կապ ունենա։ Բան անձրև է բերում քաշում է։ Կարող է էներգիա։ Ինքը ժողովուրդ, ինքը բանը Փոքր վենտիլատորներ մի անգամ մեզ քաշեր են ասել։ Քաշեր Քաշեր են ասել, որովհետև հնարավոր է հեշտ տեղափոխել։ Քաշը դրա համար է։ Կարող աշխատանքային բանը, կարող է ջրհոր։ Չգիտեմ, բայց այդ ինքը որպես Շերա ժորտ վերևը թե ինչ է։ Չգիտեմ, վերևը չեմ հասկանում։ Լույսը, ինչ որ լույսի նման ինչ որ բան։ Կարող է ջրհորի բաներ։ Ջրհորի վրա է դրա։ Նստեցինք, պարոն Քոչյան, ով է պատասխանում։ Ջրի թեմա է։ Բեցկով Դմիտրի։ Լսում ենք ձեզ, պարոն Բեցկով։ Պարոն հաղորդար, նա տարբերակ ունենք, որ դա կարող է ինչ-որ դե Աֆրիկայա կարող է ջրի ինչ-որ խնդիր ունեն եւ ջրի հավաքելու համար է, ինքը ջուրը կոնդենսատը հավաքվում այնտեղ եւ որպես խմելու ջուր օգտագործում է։ Հասկանալի է։ Ուրիշ ինչ տարբերակ ունեիք, պարոն Բեցկով։ Ուրիշ տարբերակներ տենց չեմ հիշում հստակ։ Մի հատ ուրիշ տարբերակ որ ունենայինք, պարոն հաղորդավար։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Արտուրո Վիտորին որոշ ժամանակ հետևել է, թե ինչպես են կանայք ու երեխաները ամեն օր կիլոմետրեր հաղթահարում հեռավոր սակավաթիվ աղբյուրներից ջուր տեղափոխելու համար։ Տեսածը դրդել է ճարտարապետին վճռական գործողություններ ձեռնարկել։ Վիտորիի նախաձեռնությամբ կառուցվել է աշտարակ, որի ցանցը պահպանում է խոնավությունը եւ ուղղորդում այն դեպի ջրամբար աշտարակը օրական կուտակում է մինչև 50 լիտր մաքուր ջուր։ 6-2 ես արձանագրում եմ գիտակների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները։ Ռուբեն Մելիքյան, Սերգեյ Մելքումյան, Ավետիք Քերոպյան, Դմիտրի Բեցկով, Տիգրան Գաբրելյան եւ թիմի ավագ Տիգրան Քոչարյան։ Պարոն Դավիթ Բադեյան։ Այո, պարոն հաղորդավար։ Ով էր այսօրվա խաղի լավագույն գիտակը։ Իմ կարծիքով Ավետիք Քերոպյանը։ Շնորհակալություն, պարոն Բադեյան։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչվում Ավետիք Քերոպյանը եւ ստանում է Ռուբեն Մելքոնյանի եւ Վարուժան Գեղամյանի հեղինակած Թուրանի ճանապարհի հայկական սեպ աշխատությունը հեղինակի մակագրությամբ։ Թիմի բոլոր անդամներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է առաջիկա համերգի իրավիճատոմս 2 անձի համար։ Հիշեցնեմ, որ Մարմարե արծվի մրցանակագրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է 20-րդ համերգաշրջանի աբոնեմենտային քարտ։ Պարոն Մեսրոպ Հակոբյան, եկավ ժամանակն ընտրելու լավագույն հեռուստադիտողին, ընտրությունը այդքան էլ մեծ չէ։ Շատ մեծ ընտրություն ունենք այսօր, շատ մեծ։ Բայց այնուամենայնիվ հիշեցնեմ, Հերմինե Նուրիջանյան ավտոդպրոցների մասին հարցով եւ Անահիտ Ղազարյան Մովսեսի էֆեկտի մասին հարցերը։ Փոքր է ընտրությունը, բայց դժվար է։ Ну, այդքան էլ դժվար չէ, գնանք Մովսեսի ճանապարհով երևի թե։ Անահիտ Ղազարյանը ճանաչվում է այսօրվա լավագույն հարցի հեղինակ եւ ստանում է լրացուցիչ 50,000 դրամ գումար Յոնի բանկից։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Տիկին Էմմա Դանելյան, հիշեցնեմ հարցերը եւ դուք ընտրեք։ Շատ լավ։ Աննա Աստանյան, Արենայի մասին հարցը, Ջուլիետա Մանուկյան, Աստվածային կատակերգության մասին, Արսեն Ոսկանյան, նույն հանդիպմանը 2 ակումբներում խաղացող բասկետբոլիստի մասին, Էդգար Մինասյան, կոնտակտային լինզայի մասին, Մարիամ Հակոբյան, չամուսնացած աղջկա մասին,
Սոֆի Գալստյան սարդերի եւ սարդոստայնի մասին եւ Հասմիկ Ղուկասյան շախմատի մասին։ Եվ վերջինն էլ։ Եկեք ընտրենք բասկետբոլի մասին հարցը, պարոն հաղորդավար։ Բասկետբոլիստի մասին։ Արսեն Ոսկանյանը նույն հանդիպմանը երկու ակումբներում խաղացող բասկետբոլիստի մասին հարցով ստանում է 50,000 դրամի նվերքարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։